Ողջունում եմ բոլորին, հուսամ լավ եք Հայեր ջան։ Խնդրեի իմ ընկերներին եւ հետևորդներին այս վիդեոն մաքսիմալ տարածել եւ հիմա դիտենք մի նյութ, որտեղ որ խոսում է Պուտինի ոչիլ կոչված Սալավյովը եւ դրանից հետո կշարունակենք մեր խոսքը։ Для нас гораздо болезненнее то, что происходит в Армении, чем то, что происходит в Венесуэле. Потеря Армении – вот это гигантская проблема. Игры кончились. Плевать на международные права, международный порядок. Если нам для нашей национальной безопасности необходимо было начать СВО на территории Украины, почему, исходя из тех же самых соображений, мы не можем начинать СВО и в других точках нашей зоны влияния? Դե ինչ, Ռուսաստան հավանող եւ սատարող ագենտներ, նախկին իշխանություններ, կտրիշ Ներսիսյաններ եւ Տաշիր Սամոներ, տարբեր գործակալներ։ Ինչ կասեք այս ամենին։ Իհարկե դուք ոչինչ չունեք ասելու, որովհետեւ հենց ձեր ղեկավարի կողմից հաստատ ոչ մեկ կասկած թող չունենա, թե Սալավյովը այդքան դուխ կունենար կամ խոսքի իրավունք կունենար, որ իր կարծիքը կամ բանը ազատ խոսքը կելներ եւ կասեր, հա։ Այս ամենը մեսենջա հենց ուղիղ Պուտինի կողմից։ Ինչը որ եղավ Արցախի գլխին, ինչը որ եղավ Վրաստանի գլխին, երբ որ ուզեցան անկախանան, ինչը որ լինում է հիմա Ուկրաինայի գլխին։ Այսինքն Ռուսաստանը տեսնելով, որ չի կարողանում Հայաստանի իշխանությունը փոխել, չի կարողանում իրանց ասած այդ իշխանությունը վերցնել իրենց ձեռքը, ոնց որ նախկինում է եղել, հիմա էլ ուզում են ռազմական գործողություն սկսեն Հայաստանի հետ։ Բայց այստեղ ագենտների մասին չի խոսք, այստեղ մոլորյալների մասին է խոսքը, ովքեր որ ասում են մեր փրկությունը Ռուսաստանի մեջ է, մեզ կփրկի Ռուսաստանը, մեզ կփրկի Պուտինը, առհատ է Ռուսաստանը կամ Պուտինը ինչ-որ բանով ձեզի կփրկի, Պուտինին պետք է Հայաստանը լինի խեղճ, Իրանից կախված ամեն վարքյան, երբ որ պետք է լինի գլխին տա, ոնց որ տվեց 20 թվականին, երբ որ 18 թվականին Հայաստանը ուզեցավ հեղաշրջում արեց եւ ուզեցավ անկախանա։ Հեռու տեղ պետք չի գնալ։ Վրաստան, Ուկրաինա։ Մի հատ ինձ օրինակ երկիր կասեք, նախկին ԽՍՀՄ կամ Ռուսաստանի կողքը լինելով անկախացե եւ Ռուսաստանից ամբողջովին բաժանվել է եւ ոչ մի իր հետ Ռուսաստանի հետ խնդրեմ չի ունեցել։ Չկա այդպես երկիր։ Սա է Ռուսաստանը, սա է այսօրվա Ռուսաստանի իշխանությունը։ Իշխանությունը չէ, թագավորությունը, որովհետեւ Ռուսաստանում իշխանություն կամ, չգիտեմ, ղեկավարություն, այդպես հասկացողություն չկա։ Այնտեղ կա թագավորություն։ Ոնց որ Սևեռնի Կորեայում է Կիմ Չեն Ինը, նույնը Ռուսաստանում է։ Ոնց որ Բելարուսում է, իհարկե, դա արդեն Ռուսաստանի թևի տակ գտնվող է, երկրները, չթվարկեմ այդ տարբեր նախկին ԽՍՀՄ երկրները։ Էլի եմ կրկնում, ուզեցավ Վրաստանը անկախանալ, պատերազմ արեց Ռուսաստանի հետ տարածքներ կորցնելով, ցավոք սրտի այսօր էլի ռուսները ըստ ինձ իշխում են Վրաստանում։ Ուկրաինան ուզեցավ անկախանալ, մինչ օրս պատերազմում են Ռուսաստանի հետ։ Հայաստանը ուզեցավ անկախանալ, կորցրեց Արցախը, բայց պետք է մենք ոչ մի ձև թույլ չտանք ընկնենք Վրաստանի օրին։ Այսքանը լավ եղեք Հայեր ջան, խելամիտ եղեք ու մի տրվեք թեկուս այն էժանագին գովազդներին կամ խոստումներին, գործը իրական այսօրվա իշխանության արած խոստում չի, այլ ապացույց է, որը որ այս տարիների ընթացքում բարեփոխումներով եւ դիվանագիտական հարաբերություններով իր հարևան երկրների հետ բարելավում է ամեն ինչ։ Լավ եղեք, հաջողություն։